Բարի օր, եթերում Մարդիկ հաղորդաշարն է, այսօր կխոսենք սեռական առողջության մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ սեքսապաթոլոգ, առողջապահության նախարարության սեքսապաթոլոգիայի գծով խորհրդատու Սևադա Հակոբյանին։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Թերևս մեր զրույցը սկսենք սեռական առողջությունից։ Ինչ ասել է սեռական առողջություն։ Սեռական առողջությունը դա մարդու ընդհանուր առողջության բաղկացուցիչ մասն է եւ իրենից ենթադրում է ոչ միայն սեռական խանգարումների բացակայություն, այլ նաեւ բարօրություն եւ սեռական ընտանեկան փոխհարաբերությունների, ինտիմ փոխհարաբերությունների այդ ներդաշնակություն երկու զույգերի միջեւ։ Քանի որ ամեն տարի ամբողջ աշխարհում սեպտեմբերի 4-ին նշվում է սեռական առողջության համաշխարհային օրը եւ այնտեղ գլխավոր խորհուրդն է ամուր եւ ներդաշնակ ու դրական հարաբերությունները, բայց այդ ամենին հասնելու համար զույգերը ինչ փուլերով պետք է անցնեն։ Իրականում այո, սա քանի որ համարվում է որոշակիորեն բազմապատճառային եւ բազմաբաղադրիչ մի գործառույթ, սեռական ֆունկցիան, ուստի դրա համար մեր օրգան համակարգերի, մեր առողջության, մեր օրգանիզմի բազմաթիվ օրգան համակարգեր պետք է ներդաշնակ փոխհարաբերվեն եւ որպեսզի ապահովեն առողջ սեռական կյանք։ Սա իրենից ներկայացնում է եւ առաջինը դա հոգեկան առողջության կարևորագույն էլեմենտն է, դա ֆիզիոլոգիական առողջություն է, որի մեջ ընդգրկում է էնդոկրին ֆունկցիան, նյարդային համակարգի, միզասեռական համակարգի, այսինքն այս բոլոր համակարգերի, մեր ֆունկցիոնալ համակարգերի ներդաշնակ գործունեության արդյունքում է ապահովում առողջ սեռական կյանք։ Ուստի դրա համար մենք չենք կարող դա զատել ընդհանուր առողջությունից որպես մի առանձին մաս, այլ դիտարկվում է ընդհանուր առողջության որպես մի բաղադրիչ եւ գաղտնիք չէ նաեւ որ սեռական խանգարումների պարագայում անպայման ընդգրկվում է ոչ միայն հոգեբանական եւ ֆունկցիոնալ համակարգերը, այլ նաեւ ֆիզիոլոգիական խնդիրներ է առաջանում։ Այսինքն պսիխոսոմատիկ եւ սոմատոպսիխիկ այդ փոխհարաբերությունը անպայման առաջանում է սեռական խանգարումների այս կամ այն փուլում։ Ինչ եմ ուզում ասել, այսինքն եթե օրինակի համար անհատի մոտ առաջացել է այս կամ այն սեռական խանգարում, որը պայմանավորված է դիցուկ պսիխոէմոցիոնալ խանգարումով, ստրեսային վիճակով կամ գերհոգնածությամբ, ապա որոշակի ժամանակահատված հետո այդ ֆունկցիոնալ խանգարումը կարող է իր հետ նաև առաջ բերել ֆիզիոլոգիական խանգարումներ, հորմոնալ խնդիրներ, նյարդային համակարգի խնդիրներ, տեստոստերոնի նվազում, եւ դա արդեն իսկ ձևավորվում է արատավոր օղակ եւ բարդացնում է այդ նախորդ խնդիրը, եթե այն չէ լուծվել։ Շատ խնդիրներ բացահայտվում են ամուսնանալուց հետո, բայց մեր հասարակությունը սովորել է նախքան ամուսնանալը գնալ բժշկի մոտ, ինչ-որ խորհրդատվություն ստանալ եւ այլն։ Այդ հարցը մենք բազմիցս բարձրաձայնել ենք եւ շատ կարեւորում ենք, ինչու որովհետեւ ամուսնական կյանքը սկսելուց առաջ բացի այն բոլոր հանգամանքները, որոնք որ զույգերը հաշվի են առնում, կենցաղային, հարսանեկան հարարողությունները, բայց այստեղ մի շատ կարևորագույն մի հանգամանք կա դա նախամուսնական սեքսոլոգիական խորհրդատվությունն է։ Ինչու որտեղ որ ապացուցված է այն զույգերը, որոնք որ նախապես գիտակցված իրազեկված են լինում իրենց սեռական առողջության վերաբերյալ, ապագայում ընտանեկան սեռական կյանքի մանրամասների վերաբերյալ, սեռական կյանքի պսիխոհիգիենայի մասին գիտելիքներ են ունենում, նրանք ավելի երջանիկ եւ ներդաշնակ ընտանիք են կազմում։ Եվ այդ ամբողջը մենք կարողանում ենք ապահովել մեկ նախամուսնական սեքսոլոգիական խորհրդատվության ժամանակ։ Ընդունում ենք զույգին, զրուցում ենք նրանց հետ, պարզում ենք յուրաքանչյուրի էքսպեկտացիաները, սպասումները սեռական կյանքից, փորձում ենք հասկանալ ինչպիսի պատկերացումներ ունեն նորմայի եւ պաթոլոգիայի վերաբերյալ, իրականացնում ենք որոշակի կարեւորագույն փոքրիկ հետազոտություններ, դա տղամարդու համար սեռական ինֆեկցիաների հետազոտություններ, սպերմոգրաման է, ռեպրոդուկտիվ խնդիրներն են, կանանց մոտ նույնպես որոշակի հետազոտություններ աղջիկների մոտ։ Եվ ամենակարևոր զրույցը դա սեռական կյանքի պսիխոհիգիենայի վերաբերյալ ճիշտ գիտելիքների ներկայացումն է։ Ինչպեսի պետք է լինի առաջին սեռական կյանքի այդ հարաբերությունը, ինչպեսի պահված պետք է ցուցաբերվի, ինչպեսի վարքային առանձնահատկություններ կան, ինչպեսի սեռական կոնստիտուցիայի տեսակներ ունեն զույգերը, այսինքն դրանից ենթադրվում է թե նրանք ինչ պահանջմունք են ունենալու հետագայում, եւ այդ ներդաշնակության այդ սաղմերը հենց դրվում է առաջին խորհրդատվության նախամուսնական խորհրդատվության ժամանակ եւ ասնավորեն ասեմ որ դա ապացուցված է որ շատ էֆեկտիվ է եւ զույգերին տալիս այն
դրական էմոցիաները եւ նախապատրաստված լինելը, որոնք որ նրանց ավելի ինքնավստահ են դարձնում։ Բազմաթիվ մենք հիվանդությունների եւ սեռական դիսֆունկցիաների ենք ականատես լինում, երբ որ հաճախ աղջիկների մոտ, ավելի քիչ տղաների մոտ խնդիրը գալիս է դեզինֆորմացիայից, ինֆորմացիոն պակասից, նրանց սեռական կյանքի վերաբերյալ ունեցած աղավաղված գիտելիքներից, որոնք ստացել են համացանցից, ստացել են ավելի ընկերուհիներից, որոնք որ արդեն ապրում են սեռական կյանքով եւ նրանք չգիտես ինչու որոշակի աղավաղված եւ սխալ ինֆորմացիա են տալիս այն ապագա աղջիկան, որը որ պատրաստվում է ամուսնանալ։ Եվ դա կարող է պատճառ հանդիսանալ սեռական վախերով պայմանավորված խանգարումներով, կանանց մոտ վագինիզմի դրսևորումները, աղջիկների մոտ, որը դրսևորում է հենց առաջի իսկ ամուսնական գիշերը եւ պատճառ հանդիսանում արդեն վիրգոգամիայի, այսինքն կուսական ամուսնության երկարատև ժամանակ զույգերը ապրում են առանց սեռական կյանքի, ինչը անպայման պահանջում է մասնագիտական սեքսոլոգիական բուժում։ Իսկ լինում է, որ գալիս են ձեզ մոտ խորհրդատվության համար, տեսնում են, որ չեն համապատասխանում, բաժանված գնում են։ Երբեք չի եղել այդպես, որովհետև մեր մասնագիտությունը ամեն ինչ անում է եւ պետք է անի, որպեսզի մենք զույգերի ներդաշնակությունը ամրապնդենք, կարգավորենք, խաթարված խնդիրները վերականգնենք եւ վերականգնենք ամուսնական սեքսուալ ներդաշնակությունը։ Հիմա, եթե դույցը օրինակ ամուսնության պատրաստող զույգի մոտ արկա է որոշակի սեռական ցանկությունների առերևույթ կանխատեսելի տարբերություններ, ապա դա նույնպես շատկելի խնդիր է եւ մենք կարողանում ենք դեղորայքային կամ որոշակի միջամտությունների շնորհիվ կարգավորել այդ խնդիրը։ Եթե զույգերից յուրաքանչյուրը ունենում են բացարձակ ծայրահեղ տարբեր բևեռային առումով պատկերացումներ սեռական կյանքի նորմայի եւ պաթոլոգիայի վերաբերյալ, դա նույնպես բացատրողական հոգեթերապևտիկ զրույցի միջոցով կարողանում ենք այդ խնդիրը հարթեցնել եւ համահարթեցնել եւ կարգավորել։ Այսինքն շատկելի են դրանք։ Երբևիցե սեռական անդրադաշնակության պատճառով պատճառ չէ դա ամուսնալուծության կամ զույգ չկազմելուն։ Իսկ ինչ հետազոտություններ են կարևոր նախքան ամուսնանալը։ Նախքան ամուսնանալը տղամարդկանց մոտ շատ կարևոր հետազոտությունները դա նախ առաջինը դա խորհրդատվությունն է, երկրորդը դա սպերմոգրամայի հետազոտությունն է, այսինքն սերմերկի հետազոտություն, որը որ ցույց է տալիս ապագայում տվյալ անհատի ռեպրոդուկտիվ ֆունկցիան, այսինքն վերարտադրողական ունակությունները, սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների հետազոտություն, որը պարզում է տվյալ պահին եւ կամ նախկինում տարել է անհատը այդպիսի ինֆեկցիաներ թե ոչ եւ դրա կարող է որոշակի հետևանքներ ունեցած լինել աղջիկների բարակայով նույնպես սոնոգրաֆիկ հետազոտություն ընդհանուր բարձելու ֆիզիոլոգիական վիճակը կոնքի խոռոչի օրգանների, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների հետազոտություն, որպեսզի պարզենք ընդհանուր առմամբ սեռական առողջության այն հիմնական բազիսային էլեմենտները։ Հետազոտության արդյունքում շատ է լինում, որ հենց սեռավարակները բացահայտվում են։ Այո, ներկայումս ցավոք սրտի շատ կան սեռավարակներ կամ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ, որոնք գաղտնացած են ընթանում, որոնք որևէ կլինիկական սիմպտոմներ չեն դրսևորում։ Անհատը կարող է ունենալ այդ խնդիրը, այդ ինֆեկցիան, վարակը, բայց կլինիկորեն ոչ մի կերպ նրա մոտ չարտահայտվի։ Ինչու, որովհետև ներկայիս ինֆեկցիաները դարձել են ավելի կայուն մեր դեղորայքների նկատմամբ, կայուն ավելի մեր օրգանիզմում, ինչպես նաև ավելի հարմարվում են ադապտատիվ մեխանիզմներով եւ կլինիկորեն այդչափ արտահայտիչ չեն լինում։ Եվ անհատը կարծես թե ճակերտավոր մտածում է, որ իր մոտ առողջ է, ամեն ինչ նորմալ է, բայց չի դիմում բժշկի։ Բայց մենք հորդորում ենք, որ ցանկացած հարաբերություն, որը եղել է անպաշտպան, պետք է առիթ հանդիսանա մի քանի օր հետո այցելելու եւ հանձնելու սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների հետազոտություն։ Չպետք է սիմպտոմների բացակայությունը համարել որպես առողջության նշան։ Խոսքը վերաբերում է իհարկե ոչ մշտական կամ ոչ ամուսնական հարաբերություններին իհարկե։ Սեռավարակների տեսակներից խոսենք եւ դրանց տարածվածության աստիճանից, որոնք են ամենաշատ տարածվածները։ Բավականին տարածված են ներկայումս այն ինֆեկցիաները, որոնք որ որոշակիորեն կարող են խրոնիզացիա ունենալ օրգանիզմում եւ հանգեցնել այս կամ այն խնդիրների։
Դրանք իհարկե խլամիդիա վարակներն են, տրիխոմոնազային, գոնորեային վարակները, ինչպես նաև ավելի ոչ սպეციფიկ ինֆեկցիաներ կան նաև, իհարկե դրանք առանձին տեսանկյունից չեն դիտարկվում որպես վտանգավոր, այսինքն այդ միկոպլազմաները, ուրապլազմաները եւ այլ, որոնք որ անպայման պետք է կլինի կորեն դատել, տեսնել արդյոք ստեղ հանրայնություն կա բուժման թե ոչ։ Բայց այն օբլիգատ այն պարտադիր սեռական ինֆեկցիաները, ինչպես որոնք որ թվարկեցի, դրանք պարտադիր ենթակա են հայտնաբերման եւ բուժման, եւ շատ կարեւոր է նաեւ հետևողական բուժման, ինչը որովհետեւ շատ հաճախ անհատը ունենում է որևէ խնդիր, դիմում է բժշկի կամ վերցնում է ինչ-որ ընկերոջ բուժումը, սկսում է ինքը անել, կիսատ պռատ երևույթները անհետանում են, դադարեցնում է բուժումը, սա ամենավտանգավորն է, այդ ինֆեկցիան դառնում է կայուն, մնում է օրգանիզմում, էլիմինացիայի չի ենթարկվում, այսինքն դուրս չի գալիս, մնում է օրգանիզմում եւ առաջ բերում կարող է առաջ բերել լրջագույն խնդիրներ, շագանակագեղձի հետագայում ախտահարում, այսինքն վերընթաց ճանապարհով բարձրանում է վերև։ Վիզասեռական համակարգի ավելի վերին օրգաններում գտնվող խնդիրներ, երիկամներ եւ այլ եւ այլ։ Նաև կարող է պատճառ հանդիսանալ սերմատար ուղիների խցանման, օրինակ խլամիդիան ու գոնորեան ունեն այդպիսի հատկություն, նրանք խցանում են սերմատար ուղիները եւ առաջ բերում արդեն անպտղություն։ Ոստի դրա համար մեր հորդորը եւ խնդրանքային է, որ անհատ մարդիկ, որոնք որ նախ առաջի հերթին ունենալ անվտանգ սեռական վարքագիծ։ Անվտանգ սեռական վարքագիծը դա ենթադրում է պաշտպանված սեռական հարաբերություններ, պահպանակների կիրառում, մշտական զուգընկերային հարաբերություններ, որը ամենակարևորն է, եւ նաև որևէ անպաշտպան հարաբերությունից հետո անմիջապես անցնել հետազոտություն, բարձելու համար խնդիրներ ունի թե ոչ։ Շատ տղաներ ովքեր որ ամուսնացած չեն, այսպես ընկերները, տո հարազատներն էլ հետը ասում են, տղան պետք է փորձ ունենա, նոր ամուսնանա։ Հիմա դուք ինչպես եք վերաբերում այդ փորձ ունենալու գաղափարին։ Փորձ ունենալը իրապես ես այդ բառը մի քիչ այդպես չէի նկարագրի, կնկարագրեի ապրել սեռական կյանքով։ Իրականում այո, դա առողջության կարևորագույն բաղադրիչներից է, ռեգուլյար եւ առողջ սեռական կյանքը։ Եթե պահպանվում է այն իմ թվարկված առողջ սեռական կյանքի անվտանգ սեռական վարքագիծը, ապա որևէ խնդիր չեմ տեսնում։ Այսինքն անվտանգ սեռական վարքագծի կարևորագույն պայմանները եւ նախադրյալներից մեկը դա, եթե անհատը ամուսնացած չէ, ապա մշտական զուգընկերային հարաբերությունների իրականացումն է։ Այսինքն անընդհատ պարտներների չպետք է փոխել եւ անվտանգ հարաբերություններ, այսինքն պահպանակի կիրառում։ Իսկ եթե մարդը ամուսնացած է, ապա ամուսնական հարաբերություններ մշտական առանց որևէ փոփոխության, եւ դա է ամենաանվտանգ սեռական վարքագիծը, այսինքն ամբողջ աշխարհում դա է խրախուսվում ունենալ հավատարիմ զուգընկերուհի, եթե ամուսնացած են, ապա բավարարվել եւ իրականացնել միայն ամուսնական սեռական կյանք, չունենալով այլ զուգընկերներ։ Դա է ամբողջ աշխարհում խրախուսում եւ դա է ընկած անվտանգ սեռական վարքագծի հիմքում։ Վերջերս մի գրառման հանդիպեցի համացանցում, կինը հղի էր, բայց բացահայտել է, որ ամուսինը իրեն դավաճանել է։ Սակայն ցնցողային է, որ ինքը ոչ թե նեղվել է, որ ամուսինը իրեն դավաճանել է եւ հնարավոր է սեռավարակներ շալակած վերադառնա, այլ նեղվել էր, որ այդ աղջիկը ավելի գեղեցիկ էր եղել։ Այսինքն այստեղ մենք ունենք սեռական դասյարակության պակաս, որ հանգեցրել նրան, որ այս աղջիկը այդպես է մտածում ընդհանրապես։ Իհարկե բոլոր պարագաներում, ցանկացած պարագայում այն կնոջ համար, որ արձանագրում է, որ ամուսինը ունի այլ սեռական կյանք, դա իր համար ունենում է չափազանց պաթոլոգիկ եւ ստրեսոգեն ազդեցություն։ Դա կարծում եմ նորմալ է եւ նորմալ պետք է ընկալվի։ Իսկ մնացած պարագաներում թե սեռակրթությունը ինչպես դա կանխեր կամ կանդրադառնար այդ հարցի վերաբերյալ, ապա այո, ասեմ, որ իրականում սեռակրթության կամ սեռական դաստիարակության հիմքում ընկած է պատասխանատու սեռական վարքագծի ձևավորումը մարդու մոտ։ Այսինքն մենք այդ ամբողջ այդ տարբեր տարիքային խմբերում, որ իրականացնում են սեռական կրթության տարբեր էլեմենտներ, ոչ թե դա ինչ որ ազատության սեռական տարբեր փորձառությունների, հմտությունների ուսուցանումն է, այլ ընդհակառակը անվտանգ եւ պատասխանատու սեռական վարքագծով անհատի ձևավորումն է, իմաստը վերջում։ Այսինքն անհատ, որը ունի համապատասխան գիտելիքներ, անվտանգ սեռական անվտանգության վերաբերյալ համապատասխան գիտելիքներ եւ պատասխանատու է իր կնոջ
կամ զուգընկերու նկատմամբ կախված թե ինչպիսի կարգավիճակում է գտնվում։ Այս պարագայում կարծում եմ սեռակրթված անհատների մոտ ել ավելի քիչ են լինում այսպիսի խնդիրները եւ ել ավելի ներդաշնակ ընտանիք է ձևավորվում։ Իսկ որ տարիքից կարելի է սկսել այդ սեռական կրթությունը կամ դաստիարակությունը։ Իհարկե գտնում եմ, որ հենց ի սկզբանե ամենափոքր տարիքից դա այդ գործառույթը պետք է վերցնեն իրենց վրա ծնողները, ունենալով համապատասխան գիտելիքներ եւ նաեւ հմտություններ խոսելու երեխաների արդեն այդ փոքր ասակ երեխաների հետ, բացատրելով եւ տալով նրանց հարցերի պատասխանները բազմաթիվ, բայց հետագայում արդեն դպրոցահասակ տարիքից սկսած, այո, նախատեսվում է գտնում են, որ որոշակի նաև ծրագրեր պետք է իրականացնել, սեռակրթության հիմունքները ուսուցանել, դեռահասային տարիքում արդեն իրեն բնորոշ ծրագիրը պետք է իրականացվի, այո, դա շատ կարևորագույն գործառույթ է, դա շատ կարևորագույն մաս է մեր ընդհանուր կրթության բաղադրիչ որպես, որը որ անհատին ել ավելի գրագետ եւ տեղեկացված է դարձնում։ Ծնողների հետ երբ խոսում ես այդ մասին, սեռական դաստիարակության, իրենք միանգամից մտածում են, որ ինչ-որ սեքսի մասին զրույցներ են, բայց այդպես չի, չէ, ըստ տարիքի երևի։ Այո, իհարկե։ Դա ամենաթյուր պատկերացումն է, որ այո, սեռակրթությունը երբեմն դիտում են կամ կարող են մտածել, որ դա սեքսի մասին զրույցներն են։ Ամենևին այդպես չէ։ Դա իր մեջ ընդգրկում է եւ անատոմիական գիտելիքներ, եւ ֆիզիոլոգիական գիտելիքներ, յուրաքանչյուր տարիքային խմբին իրեն հասանելի եւ իրեն համար ընկալելի տերմինոլոգիայի կիրառմամբ եւ բացատրողական։ Տեսեք օրինակ, սեռակրթության հիմքում ընկած է նաեւ այն գիտելիքների ուսուցանումը, որ երեխան պետք է գիտակցի, որ իր մարմինը իր սեփականությունն է, այսինքն որևէ մեկը չի կարող դիպչել իր մարմնին, իր սեռականուգն առանց իր ծնողի ներկայության։ Հիմա այդ գիտելիք ունեցող երեխան ավելի պաշտպանված է, չէ՞։ Պաշտպանված է միանշանակ։ Մենք բազմիցս ցավոք սրտի ականատես ենք լինում ավելի մեծ տարիքով մարդկանց կողմից անչափահաս երեխաների նկատմամբ սեռական բռնություններին։ Սեռական բռնությունը ինչից է սկսում։ Ու միանգամից այդ process-ը տեղի չունենում նախերգանքից։ Տարիքով անհատը սկսում է անչափահաս երեխայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել, շոյանքների եւ այլ միջոցով։ Հիմա մենք այդ ամեն ինչը տեղեկացված ենք, որտեղ մենք իրականացնում ենք դատասեսոլոգիական փորձաքննություն։ Մենք ինքներս այդ փորձաքննություններին ակտիվ մասնակցում ենք եւ իրականացնում ենք այդ էքսպերտիզը։ Հիմա եթե տվյալ երեխան առանցել սեռակրթության ժամանակ ստացել է գիտելիքներ եւ ինքը գիտի, որ իր մարմնի ոչ ոք չի կարող դիպչել, շոյել առանց իր ծնողի ներկայության։ Հիմա այդ դեպքում ինքը միանգամից կբարձրացնի այդ խնդիրը, ոչ թե միամտաբար կընկնի այդ ծուղակը եւ կշարունակի այդ երևույթը կհանգեցնի ցավալի հետևանքների։ Շատ են ծնողները, նաեւ շատ ծնողներ տղաներին եւ աղջիկներին չեն թողնում իրար հետ շփվեն, դպրոցականների նկատի ունեմ, անգամ երեխաներ կան, որ ասում են ես աղջիկներից արդեն վախենում եմ, կամ աղջիկներն ասում են տղաների հետ ես գործ չունեմ։ Այստեղ էլի այդ սեռական դաստիարակության հարցը առաջ չի գալիս, որ կարող են տղան եւ աղջիկը զուտ լինել ընկերներ, ուղղակի երևի բնազները պետք է զսպել կամ չգիտեմ ինչպես են դա սովորեցնելու։ Հակակրանք առաջացնել հակառակ սեռի ներկայացի նկատմամբ չափազանց սխալ է։ Այո, երբեմն որոշ դեպքերում կամա թե ակամա չեմ ասում դիտավորել, բայց ծնողական այդ գեր խիստ դաստիարակության արդյունքում կարող է ձևավորվել այսպիսի երևույթ, երբ որ աղջիկների մոտ վախ եւ հակակրանք առաջանում է տղաների նկատմամբ։ Սա իհարկե պայմանավորված հանգամանքով հավանաբար, որ մեր կլինիկական փորձն է ցույց տալիս, որ ծնողները ասում են, որ զգույշ եղեք տղաներից աղջիկներին բարագայում, նրանք կարող են ձեզ խաբել, ձեզ կարող են տարբեր կերպ մարմնական բաներ առաջացնել, խնդիրներ առաջացնել եւ հետագայում դուք կմնաք արդեն ամուսնության հետ կապված լուրջ խնդիրների առաջ։ Սա արդեն իսկ աղջիկ երեխայի մոտ առաջացնում է հակակրանք, վախ, ճակերտավոր զզվանք եւ դիստանցիա տղաների եւ սեռականության նկատմամբ։ Այս երեխան կամաց մեծանալով արդեն սեռականության տարիքում, արդեն ամուսնության տարիքում բախվում է որոշակի խնդիրների հետ։ Երբ որ մենք հետահայաց նայում ենք, ապա այո, իր մոտ այդ առումով կա որոշակի ունեցել է որոշակի այսպիսի հիպերօպեկ, այսինքն գերխիստ դաստիարակություն։ Սա իր հերթին որոշակի խնդիրների հարուցում։ Այո, իրապես պետք է այդ ամեն ինչը լինի չափի մեջ, որպեսզի կարողանանք եւ մեր
հասարակական մտածելակերպին համահունչ դաստիարակել երեխաներ եւ նաեւ չվնասել ապագայում նրանց ընտանեկան կյանքը։ Քանի որ երեխաներից ենք խոսում, այդ թեմայի շրջանակներում եւս մեկ հարց ֆիլմերը ինչպիսի ազդեցություն են ունենում երեխաների դաստիարակության հարցում սեռական առումով, որովհետեւ գիտենք նույնիսկ առավոտյան ժամերին կամ այն ժամերին, որ դեռ երեխան քնած չէ, ֆիլմերում շատ այսպես վատ տեսարաններ կան, սա ինչ ազդեցություն կունենա։ Եթե այն տարիքում է երեխան դեռահասը, որի մոտ որ դեռևս հոգեսառական զարգացման լիակատար այդ փուլերը տեղի չի ունեցել, նայելով ինտիմ տեսարաններ պարունակող ֆիլմեր, նրա ներաշխարհի եւ հոգեկան աշխարհի վրա ունենում է բացարձակ շատ մեծ բացասական ազդեցություն, շատ մեծ։ Եվ առաջանում է իր ունեցած պատկերացումների եւ ռեալ իրականության լուրջ հակասություն իր ներաշխարհում։ Սա խնդրեմ է, որը որ պետք է հնարավորինս կանխել։ Եվ անպայման համացանցային դաշտը, որոնների դաշտը պետք է սահմանափակել, որպեսզի դեռահասը երեխան չկարողանա մուտք գործել այդպիսի կայքեր կամ այդպիսի տեղ չհայտնվի։ Իսկ մեծահասակ պարագայում, այսինքն ես նկատի ունեմ սեռահասության process-ները անցած արդեն հոգեսարական եւ մանրակրթական զարգացման հասունության փուլում գտնվող անհատների մոտ, համապատասխան ինտիմ տեսարաններ պարունակող ֆիլմերը կարող են դրական ազդեցություն ունենալ ինչ առումով, որ որոշակիորեն առաջակցեն ուղեղի սեքսուալիզացիայի process-ներին, նամանավանդ կանանց մոտ, աղջիկների մոտ, որոնց մեր հասարակության ավանդական դաստիարակության պատճառով ավելի սահմանափակ է սեռական կյանքով ապրելու հնարավորությունը, քան տղաների։ Ուստի դրանց իրենց համար այդ ֆիլմերի հետ կապված որոշակի ուղեղի զարգացման այդ սեքսուալ կենտրոնների ձևավորման առումով ավելի դրական ազդեցություն կարող են ունենալ ինֆորմացիոն տեսանկյունից նաև այդպես։ Իսկ եթե անհատի մոտ արդեն փոքր տարիքում է եւ խոսքը իհարկե վերաբերվում է սցենարային եւ սիրո հիմքի վրա փոխհարաբերություններին միայն։ Այդքան խոսեցինք սեռավարակներից, բայց դրանց բուժման համար որքան ժամանակ է պետք է եւ եթե բացահայտվում է նախքան ամուսնանան, լավ մնացել է 1 ամիս որ ամուսնանան, դա մոռանում են հարսանիքի մասին, բուժվում են նոր թե Ոչ, ժամանակահատվածը չափազանց երկար չէ, տատանվում է տարբեր սեռական ինֆեկցիաների պարագայում 7-ից 14 օր, հազվագյուտ դեպքում մինչև 21 օր, բայց հիմնականից 7-ից 14 օրի այդ հատվածը բավարար է իրականացնել բուժումը, այնուհետև անպայման չպետք է մոռանանք բուժումը ավարտելուց որոշակի ժամանակահատված հետո կոնտրոլ հետազոտության մասին, որպեսզի փաստենք, որ մենք ձերբազատվել ենք այդ ինֆեկցիաներից։ Հաճախ դա մոռանում են անել կամ չեն անում եւ հնարավոր է մեկ փուլը բավարար չլինի այդ ինֆեկցիաները բուժելու համար, ուստի չկատարելով հետազոտություն չեն կարողանում հայտնաբերել արդյոք նա ամբողջապես հիմնավոր անցել էր թե ոչ։ Ուստի դրա համար այդ կոնտրոլ հետազոտությունը բուժման ավարտից հետո չափազանց կարևոր է։ Եթե չի բուժվում, ապա դա դառնում է լիքը խնդիրների պատճառ։ Խրոնիզացիայի պատճառով, այո, դժվար բուժելի խնդիրների ելենք առնչվում եւ դա արդեն իսկ ունենում է բարդություններ։ Բարդությունները կարող են դրսևորվել եւ միզասեռական այլ օրգան համակարգերի ախտահարմամբ, ինչպես նաեւ նշեցի սերմատար ուղիների խցանմամբ, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումով, այսինքն մի շարք այլ բարդություններ առաջանում, ուստի դրա համար ամենակարևորը ժամանակին ախտորոշելի բուժելը չափազանց կարևոր է այս բնույթի խնդիրների դեպքում։ Խոսենք նաև սեռական խանգարումների մասին, ինչի հետևանքով են դրանք զարգանում։ Գիտեք, սեռական ֆունկցիայի խանգարումները, որը տղամարդկանց մոտ հիմնականում դրսևորվում էին հիմնականները, դա սեռական ֆունկցիայի խանգարումն է, էրեկցիլ դիսֆունկցիան, էրեկցիայի խանգարումը, վաղաժամ սերմաժայթքումը, սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը։ Կանանց մոտ դա հերթականությամբ ասեմ անօրգազմիան, այսինքն օրգազմի բացակայությունը, դա սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունն է եւ լուբրիկացիայի, այսինքն հեշտոցի խոնավության բացակայությունը, գենիտալ էրեկցիայի բացակայությունը։ Իհարկե կան շատ այլ խնդիրներ, բայց ես հիմնականում նշեցի այն հիմնական խմբերը։ Ինչից են առաջանում բազմաթիվ պատճառներ։ Դա եւ շատ կարեւոր է թե որ տարիքային խմբում ինչպեսի պատճառներ են գերակշռում։ Պետք է փաստենք, որ ավելի փոքր տարիքում, ավելի երիտասարդ հասակում
առավել շատ հանդիպում են ֆունկցիոնալ սեքսուալ խանգարումներ, այսինքն ոչ օրգանական սեռական խանգարումները։ Իսկ ավելի մեծ տարիքում, քանի որ օրգանիզմում արդեն սկսում են այլ օրգան համակարգերի ֆունկցիաների խանգարումները, ապա դրանց հետևանքով եւ դրանց արդյունքում նաեւ խանգարում է սեռական ֆունկցիան։ Այդ ժամանակահատվածում ավելի մեծ տարիքում սկսում են գերակշռել օրգանական սեռական խանգարումները։ Այսինքն սեռական ֆունկցիայի խանգարում պայմանավորված շաքարային դիաբետով, պայմանավորված սերտանոթային խնդիրներով, պայմանավորված նյարդային խնդիրներով, բայց դրանք էլ պետք է բուժել։ Չպետք է ասել, որ օրինակ շաքարային դիաբետի հետևանքով առաջացել է սեռական խանգարում, պետք է չբուժել։ Հենց ամենակարևորը պետք է կանխարգելիչ բուժում իրականացնել։ Մենք գիտենք բազմաթիվ հիվանդություններ, որոնք մարդը ունենալով կանխատեսվում է, որ նա կյանքի այս կամ այն փուլում կունենա նաև դրա հետևանքով սեռական ֆունկցիայի խանգարում։ Ուստի ժամանակին, եթե մենք կանխարգել ենք, կարող ենք խուսափել սեռական ֆունկցիայի խանգարումից։ Խոսքը վերաբերում է օրինակ շաքարային դիաբետին։ Մարդը գիտի, որ ունի դիաբետ, դա այսպես ասած ամբողջ կյանքի հիվանդություն է, դա ապրելաձև է, այսպես ասած։ Եվ դա իր կարող է կյանքի որոշակի փուլում առաջ բերել սեռական ֆունկցիայի խանգարում, դա փաստ է։ Ուստի այս պարագայում անհատը, երբ որ զուգահեռ պրոֆիլակտիկ սեքսոլոգիական մենք բուժում ենք իրականացնում, իր խնդիրները կամ չեն դրսևորում, կամ շատ մեղմ են լինում եւ կանխում ենք։ Նույնը վերաբերում է նաեւ սիրտանոթային խնդիրների եւ այլն, բազմաթիվ է։ Իսկ երիտասարդների մոտ շատ հաճախ առաջանում է սեքսուալ խանգարումներ, վախերի, անհանգստության, տագնապային իրավիճակների, ստրեսային իրավիճակների, անհաջողության սպասման նևրոզիկ իրավիճակների, իրենց սեփական ուժերի վրա ինքնավստահության կորստի հետևանքով։ Վերջին հարցը, հաճախ մարդիկ չգիտեն, թե օրինակ սեքսապաթոլոգին որ հարցով պետք է դիմեն, ուրոլոգին որ կամ չգիտեմ, գինեկոլոգին որ։ Հիմա ձեզ որ հարցերի դեպքում կարելի է դիմել։ Տեսեք, սեռական ֆունկցիայի խանգարումները ըստ էության գտնվում են սեքսապաթոլոգիայի ախտորոշման եւ բուժման տիրույթում։ Սա սեքսապաթոլոգիան բազմա կոմպոնենտ ինտեգրալ գիտություն է, որը իր մեջ ներառում է բոլոր հարակից մասնագիտությունների ախտորոշման եւ բուժման որոշակի հմտություններ եւ մեթոդներ եւ ունի նաեւ սեփական մեթոդոլոգիան բուժիվանությունների բուժման եւ ախտորոշման։ Այսինքն այն բոլոր սեքսուալ խանգարումները, որոնք արտահայտվում են կանանց եւ տղամարդկանց մոտ եւ չունեն որոշակի վիրահատական միջամտության անհրաժեշտություն, գտնվում են սեքսապաթոլոգիական բուժման դաշտում։ Մնացած պարագաներում, եթե կան վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն, տարբեր խնդիրներ օրգանական օրգան համակարգերի ձևավորման արատներ եւ այլ, դա գտնվում է արդեն բարձր գինեկոլոգիական, կանանց պարագայում, տղամարդկանց պարագայում, ուրոլոգիական բուժման տիրույթում։ Ֆունկցիոնալ սեքսուալ խանգարումները սեքսապաթոլոգիական բուժման տիրույթում են։ Հիմնականում կողմնորոշված գալիս են, թե շատ հաճախ լինում են նաև, իհարկե ոչ, շատ հաճախ լինում են նաև տարբեր մասնագետների ոչ կոմպետենտ դիմելուց հետո խնդրի բարդացած վիճակում այցելություններ, բայց դա կարծես թե նորմալ է Հայաստանում դարձել, ճակերտավոր նորմալ, որովհետև մենք արձանագրում ենք այնպիսի դեպքեր, երբ որ իր պրոֆիլը չի բժշկի, երկար ժամանակ զբաղվում է, հետո ասում է, վերջ, արդեն ես հասկացա, որ սա սեքսապաթոլոգի բուժման տիրույթում է, գնա սեքսապաթոլոգի մոտ։ Այնինչ պետք է սկզբից դա հասկանալ եւ ասել։ Ես բազմիցս մեր ապագա բժիշկներին, որոնք որ պետք է դառնան բժիշկ, ես երկար տարիներ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչն եմ եղել բժշկական համալսարան եւ միշտ դա ասել ենք, այս առարկան անցել են, պետք է անպայման ունենային այդ գիտելիքները, նաեւ տեսեք, լավ բժիշկը ինչով է նաեւ լավ բժիշկ, երբ որ դու ունես հմտություն տվյալ անհատի մոտ այս կամ այն խնդիրը հայտնաբերելու, միայն ոչ քո պրոֆիլով, այլ ամբողջ բժշկության պրոֆիլով։ Դա ամենակարևորը բժշկի այդ հմտությունը պետք է ունենա, այդ վստահությունը պետք է ունենա, որ իր հետ իր պացիենտը կիսվի։ Օրինակ, դիցուք դուք թերապևտ եք կամ ընտանեկան բժիշկ եւ պացիենտին միայն թոքաբորբ չի, որ պետք է բուժեք, այլ նա պետք է նաեւ իր վստահությունից ելնելով, ձեզ վստահելուց ելնելով նաեւ իր ինտիմ խնդիրների մասին խոսի եւ դու ճիշտ ուղղորդում իրականացնեք, դա նույնպես բարձրացնում է բժշկի արժեքը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։
Մենք զրուցում էինք հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ սեքսապաթոլոգ, առողջապահության նախարարության սեքսապաթոլոգիայի գծով խորհրդատու Սևադա Հակոբյանի հետ։